իմ բնույթը, իմ խառնվածքը, իմ նաև սպորտային այդ կեցվածքս ինձ հնարավորություն է տալիս, որ այդ հարցակումները օգտագործեմ այդ հարցակվողի դեմ ու ի նպաստ ինձ օգտագործեմ այդ ամեն ինչը, հիմա դե հարցակվողն է պիտի հասկանա հարցակվի, ինչ տարբերակով հարցակվի, այդտեղ ես մեղք չունեմ, որ իրենք չհաշվարկած հարցակումներ են անում, հետո այդ իրանց դեմ է աշխատում, իրանց չգիտեմ Գորիսի օրինակով ռեպրեսիան լրիվ հաստատություն ունեցավ, մանավանդ որ Գորիսը հենց առաջինն էր համապետական ընտրություններից հետո, գոնե այդ օրինակով հիշում ենք, որ շատ մեծ ճնշումներով փորձեցին հասարակությանը նայտաներից դուրս չբերել, բայց լրիվ հակառակ էֆեկտը տրեց եւ ընդդիմադիրը վերջում նստած Աշախշանյանն ընտրվեց։ Նույնը փորձեցին անել դա կապանով։ Հիմա այստեղ այս ռեպրեսիաները ձեր կարծիքով հակազդեցություն ունենան մյուս կողմից։ Ինչու՞ հենց ձեզ անընդհատ իրախավ։ Դուք ինչ բացատրություն ունեք, որը գուցե միջազգային չեք տվել։ Ուրեմն ամբողջ ընթացքում սիրելի լրագրողներ, ես կխնդրեմ էլի հնարավորինս այդտեղ լրություն պահեք։ Ուրեմն այս ամբողջ ընթացքում դուք տեսել եք, որ ես ամենահավասարակշռված, ամենազուսպ քարոզարշավ անողն եմ եղել։ Ես էլի եմ ասում, ես հարգում եմ իմ կարգավիճակը, ես հարգում եմ այն ինստիտուտը, որը ես ներկայացնում եմ, այսինքն որպես ազգային ժողովի պատգամավոր։ Եվ ես լավ հասկանում եմ այս նոր նախընտրական թրենդային վիճակները, ինչ պիտի անես, որ թրենդային լինես TikTok-ում կամ մյուս տեղերը, ես հարգելով ինձ, հարգելով իմ կարգավիճակը որպես ազգային ժողովի պատգամավոր, ես նաև տեխնազություն եմ առաջադրել, հարգելով Գյումրեցուն, Գյումրի քաղաքը, ես զերծ եմ մնացել այդ ամեն ինչից ու գնացել եմ դասական քարոզարշավի, այսինքն քաղաքական process-ը ես գնացել եմ լուրջ քաղաքական process-ների ներկայացրել եմ իմ ծրագրերը, նաև ժողովրդին ներկայացրել եմ, որ այո, պետք է լինի Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ քարոզարշավի ընթացքում, նաև մեկնաբանել եմ, որ վաղը մյուսօր ժողովուրդյան ավելի շատ վերահսկվելի է լինելու այդ քաղաքապետը ու ավելի շատ այդ միջոցները ծառայեցվելու է մեր քաղաքին։ Ամեն կերպ փորձել եմ ոչ մի կարմիր գիծ չհատել, այնպես անել, որ վաղը ընտրություններից հետո նույնիսկ քաղաքում ցնցումներ չլինի, լարվածություն չլինի։ Ես ամեն ինչը հաշվարկած արել եմ եւ հաշվարկածը տանելու եմ։ Այսօր էլ առիթ չեմ տալու, որբիսի այդ հիմք դառնա վաղը մյուսօր նորից լարվածությունը շարունակվելու։ Ես այս փագելու եմ այս կանով, այս ամեն ինչի մեջ, այսինքն ընդրականի այս ընդրական process-ների մեջ ու պահելու եմ հավասարակշռվածությունս ու այնպես եմ անելու, որ վաղը ոչ մի ցնցում, ոչ մի լարվածություն այս քաղաքում չլինի։ Ճիշտ է, ամեն ինչ անում էին ի սկզբանե, որ տեսեք ինչ է լինելու Գյումրիում, տեսեք ինչ են անելու, այսօր բոլորը տեստեղ եք։ Ով ում թիմի հետ ինչ արեց, տեսեք ինչ է անելու Մարդուն, տեսեք ինչ է անելու Մարդուն Գրիգորյանի, Վարդան Ղուկասյանի թիմերը, իրար են այս անելու, այն անելու, տեսակ որ ոչ մի բան չենք անելու։ Մենք գյումրեցիներ ենք, Բերեք թողնենք Վարդան Ղուկասյանին, ինքը մեծացել է, տարիք առել է, հասկացել է ամեն ինչը, կարևորը ինքը արդեն տարիքն առել է, հասկացել է, մենք էլ ժամանակ ունենք մեծանալու, այնպես որ նորմալ է։ Ես այդ ամեն ինչը նորմալ եմ, ես այդ ամեն ինչը նորմալ եմ ընդունում, բացարձակապես այդտեղ ինքը ես չեմ ընդունում վիրավորական բան, նորմալ է, իրավարական նորմալ է։ Դե ուրեմն այդ իր խոսույթն է, տեսնում եք, ինձ համար կոնկրետ այդ ինձ համար ասած չէ, ինքը որ տարիքով մեծ է, տարիքով ավելի ջահել մարդկանց ասում է մեծանալ, ես նորմալ եմ ընդունում, յուրաքանչյուր մարդ է Գրիգորիչի ասածի պես երեխաները պարտավոր են մեծանալու, այնպես որ նորմալ է։ Տեսնում եք, տրամադրությունը լավ է, հումորը տեղն է, դուխներս տեղն է։ Այսինքն Երևան էիք ուզում գնալ, չէ, կինոները նոր են սկսվել, ժողովուրդ ջան, կարող եք մնալ։ Ձեր ամեն ինչ ասում է, որ այսպես ասած հումից դուրս գաք ու ինչպես ասում են Գյումրի կրիմինալ քաղաք է, այդ կրիմինալ քաղաքերը սկսեն։ Տեսան, որ իրար մեջ ընդդիմադիրները այդ բանը չի ստացվելու, հիմա այդ ամեն ինչը դառնալու է իշխանություն ու տեխնազուներից մեկի թեման են դարձնելու, սարքելու են այդ ամեն ինչը, բայց դա չի լինելու։ Այստեղ մենք քաղաքի մեջը մենք բոլորս իրար լավ գիտենք, բոլորս իրար լավ հասկանում ենք, ուրիշ բան Երևանից մեկին բերեն, որպես Գյումրեցի ներկայացնեն, գցեն առաջ ինչ որ մի բաներ անելու, բայց մենք այդ հասկանում ենք, այստեղից
երբևիցե կոչ եմ անում իմ թիմագիստներին, թիմագիստներ ջան, տղեկ ջան, բացարձակ պրովոկացիայի չգնաք, լսեք, ընկալեք, ընդունեք, չտրամադրվեք, որ դուք ով եք գաք Գյումրի, Մերեդեսևի, Էնցևի, այդ տղայական բանը մեջները չաշխատի, դուք Գյումրիում եք, դուք ձեր քաղաքում եք, ընդունեք որպես հյուրի կարգավիճակով, հյուր են եկել են, մարդ է, հաշվեք եկել են, չեն տիրապետում, չգիտեն որը ով եք, կարող են այդպիսի բաներ թույլ տան, նորմալ է, էս էլ կանցնի, ամեն ինչ կանցնի, մենք այս քաղաքի մեջը գլուխներս բարձրման ենք գալու, շարունակելու ենք մեր գործը, շարունակելու ենք ապրել այս քաղաքում, մտածեն են մարդիկ, ովքեր որ ամաչելու են վաղը կամ այսօր ժամը 8-ից հետո գլուխները բարձրացնեն այս քաղաքում անգամ։ Իհարկե ներողամիտ եմ կրնում։ Ես չգիտեմ, այդ բնութագրելը դուք բնութագրեք, դուք ավելի լավ եք տեսնում, դուք ավելի լավ եք հասկանում, դուք ավելի շատ մարդկանց հետ եք շփվում, նաև հասցրած կլինեք գյումրեցիների հետ շփված լինեք, ցավոք սերտի ես ժամանակ չունեմ, ես հազիվ թիմագիստներից հետևից եմ գնում, որ նայեմ ում որտեղ ինչ առևանգեցին, ինչ արեցին։